հատ ավտոմաքսատանը, մեկ հատ էլ մեղրու մաքսատանը կա։ Made in China։ Գերհզոր ռենտգեն այս սարքը այնպես է ստուգում մարդատար մեքենաները, որ մաքսանենգները նույնիսկ մի քանի գրամանոց զարդ չեն կարողանում ապօրինի ներմուծել։ Մեքենան անցնում է ռենտգենյան սարքի միջոցով, կանգնում է ժապավենի վրա, ցույց է տալի վերևի պրոյեկցիան ավտոմեքենայի եւ հմուտ օպերատորները կարող են տեսնել արդյոք ստեղ կան փակստոցներ թե ոչ։ Չինական Nukton ընկերության հզոր սարքը Հայաստանը գնել է Չինաստանի արտահանման եւ ներմուծման բանկի արտոնյալ վարկային միջոցներով։ Հզոր սարք է, հնարավորություն է տալիս հայտնաբերել թաքնված իրեր անգամ 16 սանտիմետր հաստության պողպատի ետևում։ Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունները մաքսային ոլորտում գործակցության եւ փոխադարձ օգնության համաձայնագիրը կնքեցին 2015 թվականին։ Չինաստանի Exim բանկը Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների եւ սարքավորումների արդիականացման համար $25 միլիոն վարկ տրամադրեց ցածր տոկոսով։ Հենց դրա շնորհիվ այս սարքից բացի նաեւ այլ նորագույն տեխնոլոգիաներ ներդրվեցին Հայաստանի մաքսային համակարգում։ Չինաստանի ժամանած մասնագետները երաշխիքային ժամկետի ամբողջ ընթացքում հետևելու են սարքի անխափան աշխատանքի ապահովմանը։ Ներկայումս ակնկալում ենք համագործակցություն Չինաստանի հետ նաև GPS կողպեքի կիրառման ոլորտում, որոնք հնարավորություն կտան Հայաստանի ամբողջ տարածքում հսկել մուտք գործող բեռնարկղերի ամբողջ ընթացքը։ Հնայի մեծությամբ աշխարհի երկրորդ երկիրը Հայաստանի արտաքին առևտրային երկրորդ գործընկերն է։ Այս տարվա ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը $152 միլիոն ավելի է կազմել։ Հայաստանյան վաճառակետերում ամեն երկրորդ ապրանքը Made in China է, բայց սա էլ դեռ քիչ է։ Այնքան էլ գոհ չենք այդ հարաբերություններից, որ մենք ունենք առևտրաշրջանառությունից։ Շատ կենտրոնացված են մեր արտահանման ապրանքները, հիմնականում դրանք հանքաքար, թանկարժեք մետաղների հանքաքար։ Հայկական ապրանքը չինական շուկայում ավելի ճանաչելի ու մրցունակ դարձնելու խանգարում են Չինաստանի բարձր մաքսատուրքերը։ Խնդիրը, որ մենք ունենք, բարձր մաքսատուրքերը, որ գործում են չինական շուկայում, որը բավականին խոչընդոտում է մեր ապրանքը մրցունակ դարձնելու։ 50%-ից ավելին են մաքսատուրքերը, ինքը բավականին լուրջ թիվ է։ Երկու երկրների կառավարությունները այժմ բանակցում են Հայաստանի համար չինական արտոնյալ մաքսատուրքեր սահմանելու համար։ Հարցը կարևոր է նաև այն առումով, որ Չինաստանը նախատեսում է ներդրում անել Հայաստանի խմիչքի արտադրության ոլորտում։ Մաքսային արտոնությունը նոր հնարավորություն կտա նաև ավելացնել հայկական սննդի մասնաբաժինը չինական շուկայում։ Լիլիթ Ասլանյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։